Երկար տարիներ է, ինչ Հայաստանում գոյություն ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հստակ սահմանված ցանկ։ Խոսքը վերաբերում է արագ տարածվող եւ համաճարակային լուրջ վտանգ ներկայացնող 34 վարակիչ հիվանդություններին, որոնց դեպքում պետության համակարգված միջամտությունը ըստ էության դառնում է պարտադիր։ Նշված հիվանդությունների դեպքում պետության դերակատարումը հստակ է, ապահովում է կոնտակտային անձանց հայտնաբերում եւ հսկողություն, որոնց էլ հետեւում է կարանտինային միջոցառումները, պետական պատվաստումների իրականացումը, անվճար կամ պետական պատվերով բուժօգնությունը, ինչպես նաև ինֆեկցիոն ծառայությունների եւ լաբորատոր կարողությունների շարունակական աշխատանքը։ Սրանց էլ գումարվում է սանիտարահիգիենիկ վերահսկողությունը հանրային վայրերում, սննդի եւ ջրի ոլորտում, հանրային իրազեկումը, պաշտոնական հաղորդակցությունը, բուժանձնակազմի պաշտպանությունը եւ պետական պահուստների ձևավորումը։ Այն ներառում է հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ պարտադիր գրանցում, յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, վարակվածների մեկուսացում եւ բուժում պետական պատվերի շրջանակներում։ Հիվանդությունների այս ցանկը կտրուկ կրճատվում է։ Այսուհետև հատուկ վտանգավոր են համարվելու հիվանդություններից ընդամենը 9՝ ժանտախտի թոքային ձևը, խոլերան, տիֆը, պարատիֆը, համաճարակային ոչ լայն տիֆը, շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզը, հարուցիչի արտազատման բոլոր ձևերի դեպքում, վիրուսային հեմորագիկ տենդերը, արևադարձային մալարիան, մերձավոր արևելքի շնչառական համախտանիշը, ինչպես նաև համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակները, իսկ որոնք են դուրս մնում հիշատակված ցանկից։ Փորձագետն է պարզաբանում, այս քայլով պետությունը իդեմս առողջապահության նախարարության սահմանափակում է պետական միջամտությունը եւ հրաժարվում է իր պարտավորությունների զգալի մասից, փաստացի հայտարարելով, որ մնացած հիվանդությունները այլևս իրենց խնդիրը չէ։ Ամենակարևոր կոմպոնենտը, որը որ մեր երկրի համար սոցիալական հիվանդություն է համարվում, դա տուբերկուլոզն է, որի միայն ակտիվ փուլն են համարում հատուկ վտանգավոր։ Հաջորդը կարմրախտն է, կարմրոկո, եւ որը որ մենք տեսանք ինչպես տարածաշրջանում 2 տարի առաջ Հայաստանում դարձավ առաջիններից։ Փորձագետի դիտարկմամբ սա առողջապահական բարեփոխում չէ, եթե պարզ, ապա սա պատասխանատվությունից ազատվելու ձև է, ինչը նշանակում է պետության գործառույթների կրճատում հանրային առողջության հաշվին։ Երբ հիվանդությունը դուրս է մնում վտանգավորների ցանկից, դրան զուգահեռ վերանում է նաև պետության պարտադիր արձագանքը, անվճար բուժօգնության երաշխիքները եւ համաճարակաբանական լիարժեք վերահսկողությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։